Երբևէ ուշադրություն դարձել եք, թե ինչպես են մարդիկ դարձի գալիս։ Նրանց անցած ճանապարհի տարբեր փուլերը առիթ եղել է ուսումնասիրելու։ Նկատել եք, որ մարդու դարձի գալը չոր, մեխանիկական, այո կամ ոչ ասելու սառած գործընթաց չէ։ Գիտեք ինչ միջոցներ է գործածում Տերը մարդուն դարձի բերելու ճանապարհին։ Եվ ընդհանրապես ինչպես է Տերը դարձի բերում մարդուն։ Միթե դարձը անկենդան գործընթաց է։ Թե Աստված գործածում է շատ միջոցներ մարդու սիրտը պատրաստելու և փոխելու համար։ Մենք Աստվածաշնչում տեսնում ենք, որ Աստված երբ մարդուն դարձի է բերում, այդ դարձի բերելու գործընթացում ունի միջոցներ, և դա միևնույն ժամանակ լինելով հրաշք, որովհետև փոխում է մարդու սիրտը, արտահայտվում է նաև գործողություններով։ Եվ երկրի վրա օգտագործում է տարբեր միջոցներ մարդուն դարձի բերելու համար։ Գիտեք, սա աստվածաբանական հարց է։ Արդյոք Աստծո նախասահմանությունը կիրականանա անկախ միջոցներից։ Եվ շատ ժամանակ մարդիկ սխալ և ծայրահեղ եզրակացությունների են իրենց կյանքի տարբեր հարցերում գալիս, մտածելով, որ Աստծո նախասահմանությունը անկախ է սահմանված միջոցներից։ Օրինակ, եթե Աստված որոշել է, որ պետք է ինչ-որ մի պահի, ինչ-որ մի տեղ առատ բերք լինի, արդյոք դա բացառում է մարդու գործը, որ պետք է չլինի ցանող, պետք է չլինի ջրող, պետք է չլինի խնամող, թե Աստված այդ նախասահմանությանը հասնելու է մարդկանց այդ աշխատանքի միջոցով։ Կամ շատ տարածված է, նույնիսկ լինեն երիտասարդ կամ ոչ, մարդիկ, ովքեր մտածում են ամուսնության մասին, ասում են, արդյոք Աստված իմ կողակցին պատրաստել է ինձ համար, և եթե ես տանը փակված լինեմ, արդյոք կամուսնանամ իր հետ։ Ոչ, Աստված նախասահմանություն ունի և դու պետք է ինչ-որ կյանքի պարագայում հանդիպես նրան։ Դա պետք է ուղեկցվի ինչ-որ քայլերով, տրամաբանական քայլերով, որպեսզի իրականանա Աստծո նախասահմանությունը։ Դրա համար ես ուզեցի, որ այս տեքստը ուսումնասիրելիս ավելի հիշենք աստվածաբանական սկզբունքը, որ Աստծո նախասահմանությանը նայելիս պետք է դիտարկենք սահմանված միջոցների հետ։ Եվ նույնը մենք տեսնում ենք դարձի գալու գործընթացում։ Եկեք մեր հատվածը ուսումնասիրենք, որը ես վերնագրել եմ դարձի գալու ճանապարհը։ Գիտեք, բանտապետի դարձն է նկարագրվում հերթական հատվածում։ Ընթերցենք և տեքստի բաժանմանը նայելով հետևենք, մտորենք տեքստի շուրջ։ Գործք Առաքելոց 16-րդ գլուխ 25-ից 34-րդ համարները։ Ուրեմն 25-րդ համարում մենք տեսնում ենք Պողոսի և Շիղայի վարքը չարչարանքների մեջ։ Նկարագրվում է և կես գիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և փառաբանում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Այնուհետև 26-ից 30-րդ համարում նկարագրվում է շատ խիտ գույներով բանտապետի կյանքի իրադարձությունները և Պողոսի քարոզը 26-ից 30-րդ համարում, և հանկարծ այնպիսի մի շարժում եղավ, որ բանտի հիմքերն անգամ ցնցվեցին, և անմիջապես բոլոր դռները բացվեցին և բոլորի կապանքներն արձակվեցին, և բանտապետը զարթնելով տեսավ բանտի դռները բացված, քաշեց սուրը և ուզում էր ինքն իրեն սպանել, կարծելով, թե բանտարկվածները փախել են, բայց Պողոսը բարձր ձայնով գոչեց և ասաց. «Դու քո անձին վնաս մի հասցրու, քանի որ մենք բոլորս այստեղ ենք»։ Ապա ճրագ ուզեց և ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առջև ընկավ։ Եվ 31-ից 34-րդ համարներում տեսնում ենք բանտապետի դարձը ի պատասխան Պողոսի քարոզի կամ կոչի, և նրանց դուրս հանեց ասաց. «Տերեր, ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Եվ նրանք ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո տունը»։
Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան եւ բոլոր նրանց, որ նրա տանն էին։ Եվ նա գիշերվա նույն ժամին նրանց վերցրեց, վերքերը լված, եւ անմիջապես մկրտվեցին թե ինքը եւ թե յուրայինները։ Եվ երբ նրանց իր տուն բերեց, նրանց առաջ սեղան բացեց եւ ուրախացավ, որ իր ամբողջ ընտանիքով հավատում է Տիրոջը։ Հատվածում այն ճշմարտությունը, որ տեսնում ենք, հետեւյալն է. Աստված պատրաստում է մարդու սիրտը դարձի բերելու ճանապարհին։ Աստված գործածում է միջոցներ նույնիսկ ամենաանհնարին վիճակներում պատրաստելու մարդու սիրտը, որպեսզի երբ լսի ավետարանը, կարողանա ընկալել եւ ընդունել։ Եվ դա ուղեկցում է կյանքի տարբեր պայմաններով։ Իսկ ավելի կոնկրետ թե ինչպես է Աստված պատրաստում եւ ինչ միջոցներ է գործածում, մենք այս հատվածում կտեսնենք 3 միջոց, որոնք Աստված օգտագործում է մարդուն դարձի բերելու ճանապարհին։ Այսպիսով, առաջին միջոցը, որ մենք տեսնում ենք 25-րդ համարում, հետեւյալն է. ինչպես է Տերը դարձի բերում մարդուն, առաջին օգտագործում է քրիստոնյաների վարքը։ Օգտագործում է քրիստոնյաների վարքը։ Եվ 25-րդ համարում տեսնում ենք քրիստոնյայի վարքի դրսևորումը եւ դրա ազդեցությունը։ Գոհություն չարչարանքի մեջ եւ դրա ազդեցությունը վկայություն շրջապատին։ Նայեք 25-րդ համարին։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։ Ինչպիսի վարք ցուցաբերեցին Պողոսն ու Շիղան։ Համարում նշում է Ղուկասը, որ նրանք աղոթելով օրհնում էին Աստծուն։ Սա գոհություն է չարչարանքների մեջ։ Օրհնել բառը հունարենում իմ սիրելի բառերից մեկն է՝ հյումնեո, հիմնո, որից եւ առաջացել է հիմն բառը, հայերենով օրհներգ։ Այս կարևոր բառի մասին մի քանի օրինակներ ձեզ ցույց տամ Սուրբ գրքում եւ ասեմ դրա սահմանումը, որ ավելի խորը ընկալենք, թե ինչ էին անում այս մարդիկ բանտում եւ ինչպես այն ազդեց մյուսների վրա, ովքեր նայում եւ լսում էին իրենց։ Օրհներգը մեծարանք է եւ հայտարարություն է այն մասին, թե որքան մեծ է Տերը։ Այն գոհություն է նրա գործերի համար։ Օրհներգը ի պատիվ միակ ու արարիչ Աստծո է։ Սուրբ գրքում տեսնում ենք, որ մարդիկ հիմներ էին երգում։ Գիտեք բովանդակությունն ինչ էր։ Սաղմոսները։ Սաղմոսների բովանդակությամբ երգում էին հիմներ։ Սաղմոսը մարդու ազատագրման պատմությունն է կամ ստացած ողորմությունների հիշատակումը։ Օրինակ, Մարիամը երբ լսեց իր հղիության լուրի մասին, որ Աստծո առաջ շնորհք է գտել, այդ նույն բառն է այնտեղ գրված, թե ինչպես օրհնեց Տիրոջը, եւ բովանդակությունը լսեք։ Թող իմ անձը Տիրոջը փառավորի, իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով, որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց եւ այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան, որովհետև լսեք, հզորն ինձ համար մեծամեծ գործեր արեց, եւ սուրբ է նրա անունը, եւ նրա ողորմությունը սերնդե սերունդ իրենից երկյուղածների վրա է։ Իր բասկով զորություն տվեց, ցրեց ամբարտավաններին, իրենց սրտի խորհուրդներով, տեսնում եք, թվարկում է Աստծո գործերը։ Քաղցածներին բարիքներով լիացրեց, հարուստներին դատարկ արձակեց։ Օգնության հասավ իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես որ ասել է մեր հայրերին, Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ Հավիտյան։ Առաքյալների վարքը նույնպես մենք տեսնում ենք Գործք առաքելոցում սպառնալիքից հետո, որ արտահայտվում է նույն այս հիմնոսով, նույն փառաբանությամբ 4-րդ գլուխ 23-24-րդ համարներում, եւ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետերն ու ծերերն ինչեր ասացին իրենց, շատի լսեք, նրանք այս լսելով միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին, լսեք բովանդակությունը. Տեր Աստված, դու որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան, եւ շարունակում են Աստծո գործերի մասին պատմել։ Օրհներգը մեծարանք է Տիրոջը եւ նրա գործերի հիշատակում եւ երախտագիտություն։ Հիշեք, Տիրոջ մեծարելը կախված չէ կյանքի պայմաններից, այն արժանի փառքի արձանագրում եւ հռչակում է։
Օրհներգը փառաբանության ուղակի ուղերձ է Աստծուն, որն անում էին այստեղ Պողոսը եւ Շիղան։ Հիշում եք Սուրբ գրքից հատվածներ, որտեղ մեզ պատվիրվում է նույնիսկ փառաբանել եւ գոհություն հայտնել Տիրոջը։ Եփեսացիս 5:19-ը միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով նույն բառն է գրված ու հոգեվոր երգերով խոսեք, ձեր սրտերում Տիրոջը երգեք ու սաղմոս ասեք։ Կողոսացիս 3:16 Քրիստոսի խոսքը առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ, միմյանց ուսուցանեք ու խրատեք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Տիրոջը։ Սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Տեսնում եք, գոհության երգերը խոսքի առատ բնակության արդյունքում է լինում։ Եվ սա անկախ է մարդու կյանքի պայմաններից, որովհետև մենք, ինչպես երկնքում են հրեշտակները շարունակ Սուրբ գոչում, երգում, մենք էլ երկրի վրա, մեր երկրի վրայից պետք է սկսենք այդ փառաբանությունը, անդադար, որովհետև նրան փառաբանելը կախում չունի մեր պայմաններից։ Հայտնությունում ևս կա, շատ կա, ես երկուսն էլ ընթերցեմ եւ վերջ, Հայտնություն 14:3 եւ մի նոր երգ էին երգում գահի առաջ, 4 կենդանիների առաջ ու երեցների առաջ, ոչ ոք այդ երգը չէր կարող սովորել, բացի 144,000-ից, որոնք երկրից գնվեցին։ Պատկերացնում եք երկնային խոռում, հսկա խոռում, Քրիստոսի առաջ երգում ու փառաբանում են նրա կատարած մեծ փրկagorցությունը։ Երկրորդ մնացորդացից է ցույց տամ 5 տակարանից եւ անցնենք վերադառնանք մեր բանտախուց։ Երկրորդ մնացորդաց 7:6 Նկատեք դասավորվածությունն ու այն թե ինչ էին անում։ Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում եւ ղեֆտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար։ Թե Հավիտյանը նրա ողորմությունը երգում էին, Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր, այս բառի նույն համարժեքն է, քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը եւ ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։ Հիմնը մեծարում է հայտարարությունը այն մասին, թե որքան մեծ է Տերը եւ այն կախում չունի մեր պայմաններից։ Ահա թե ինչու էին նրանք բանտում, չարչարանքների մեջ, ոտքերը կոճղի մեջ գոհություն հայտնում Տիրոջը։ Ասեմ, որ առանձին սեմինար կարելի է սրա մասին անել, բայց այս սահմանումը օգնում է հասկանալ ինչ երգեր պետք է լսենք ընդհանրապես։ Օգնում է հասկանալ մեր փառաբանության երգերի բովանդակության սահմանները։ Եթե մենք լսում ենք երգեր կամ երգում ենք երգեր, որոնք որ պարզապես անձնական էմոցիոնալ փորձառությունների մասին են, դա չի մեծարում Տիրոջը։ Դա չի խոսում նրա մեծության մասին։ Դրանք լավ է գուցե տանը առանձին մարդը Տիրոջ հետ իր փոխհարաբերությունների մեջ ուզում է երգել, թող երգի, բայց երբ խոսում ենք Տիրոջը օրհներգելու, գովաբանելու մասին, այնտեղ պետք է հնչի նրա արածները։ Վերադառնանք Պողոսին եւ Շիղային։ Սա հիմ բառի մասին, որ տեսնեք, թե օրհնում էին Աստծուն, ինչ էին անում նրանք։ Պողոսն ու Շիղան ուրախ գովաբանական օրհներգեր էին երգում ի նշան Աստծուն երախտագիտության, այլ ոչ թե փրկության խնդրանքով։ Իսկ գուցե նրանց պայմաններն այնքան հարմարավետ ու փափուկ էին, որ նրանք ուրախ երգեր էին երգում։ Կամ գուցե նրանց եկեղեցում ոչ մի խնդիր չկար, ամեն ինչ հարթ էր, իրենք ողջ եւ առողջ էին, ֆինանսը բավարար էր, ընտանիքները լավ էին, կուշտ էին, տուն ու մեքենա ունեին, եկեղեցում լիոլի մարդ կար, վարկեր չունեին։ Եվ գուցե դրա համար էին այսպես ուրախ երգում։ Ոչ եւ կրկին ոչ։ Նման պայմաններում անհավատներն էլ են երգում։ Իսկ մեր սիրելի եւ ազնիվ եղբայրների պայմանները շատ տարբեր էին մեր թվարկածներից։ Նրանք քիչ առաջ էին անարդար ձևով չարչարվել, ծեծվել, մեղադրվել, սուր վերքեր ստացել եւ բանտ էին նետվել, իսկ բանտում էլ ամենավատ տեղում էին գտնվում, ներքին բանտում, որտեղ չկար առատ օդ, որտեղ չկար լույս, որտեղ չկար նույնիսկ ազատություն սեփական խցի մեջ, որովհետեւ ոտքերը կոճղի, ձեռքերը շղթաների մեջ էին։ Ահա թե ինչ պայմաններում էին նրանք փառաբանում Տիրոջը։ Համարում ասվում է, որ կես գիշեր էր։ Այսինքն լույսի բացակայությունը գուցե նրանց համար
ծառայել մի միջոց, որ ժամանակի զգացողությունն էլ կորցնեն, չհասկանային դրսում մութ է, լույս է, նրանք փառաբանում էին Տիրոջը։ Այսինչ դրսևորում է, այսինչ արձագանք է չարչարանքին, այն էլ անարդարացի չարչարանքին։ Պետրոսը կասեր 4:14-ում, եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեր վրա։ Այս համարի մասին տեսեք ինչ գեղեցիկ է գրում Մակարդուրն, ասում է հավատացյալը երբ տառապում է, Աստված յուրահատուկ կերպով մոտենում եւ բարձրացնում է նրան, հասցնելով մարդկային կարողությունից վերուժի եւ համբերության։ Ինչպես Պետրոսն է ասում, Աստծո փառքի հոգին հանգչում է ձեզ վրա, երբ դուք տառապանքի մեջ եք։ Նրանք գոհության ու փառաբանության երգեր են երգում, սաղմոսներ ասում։ Այս հյումնեոն գրված է իմպերֆեկտով, այսինքն շարունակ, նրանք անդադար երգում էին կես գիշերին, բանտում եւ մարդկանց չէին թողնում քնել ստացվում է։ Հիշեք, Տիրոջը փառաբանելը, նրանից ամեն ժամանակ գոհանալը պատվեր է եւ այն պետք է իրականացվի խոր ընկալմամբ, որպես անդադար գոհություն ու շնորհակալություն իր եւ իր փառավոր գործերի համար, որոնք նա գործել եւ գործում է։ Դրանով մենք ցույց ենք տալիս, որ հավատում ենք, որ նա գործել եւ գործում է մեր կյանքում եւ արձանագրում ենք փաստը, որ միայն նա է արժանի։ Մի քանի պատվեր էլ կարդանք եւ անցնենք ազդեցությանը, ինչպես ազդեց, ինչպես Աստված օգտագործեց սա կողքինների համար։ Թեսաղոնիկեցիս 5:18, տեսեք ինչ ասում, ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով, նույն բառն է գրված։ Ամեն ժամանակ, այսինքն չունի բացառություն, բոլոր վիճակներում, մինչև իսկ չարչարանքների մեջ։ Ձեր սրտում մտածեք, խնդրում եմ, խորտ փորձառություն այն ինչ որ դուք լսում եք հիմա, թե ոչ։ Դժվար է չարչարանքի մեջ գոհություն հայտնել Տիրոջը։ Եփեսացիս 5:20 ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհություն հայտնեք Աստծուն եւ Հորը։ Ինչի համար, Պողոս։ Ինչու գոհություն հայտնենք։ Մեր տեղը լավ է դրա համար, ոչ որովհետեւ նա չի սխալվում, որովհետեւ նա գիտի քեզ ինչու է թույլ տվել այդ վիճակում լինել։ Փիլիպպեցիս 4-ից ոչինչի համար մի մտահոգվեք։ Պողոսը բանտից է գրում սա, նույն Փիլիպպեի բանտում։ Ոչինչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Չմտահոգվելով գոհանալ։ Դրա համար երբ մենք չարչարանքների մեջ ենք լինում, նույնիսկ սիրելիներ, չփակվենք տներում։ Հավաքվենք իրար հետ, փառաբանենք, գովերքենք Տիրոջը։ Կողոսացից 3:17 եւ ամեն ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով ամեն բան Հիսուսի անունով արեք նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն։ Հարց բոլորիս, Աստծո սիրելի ժողովուրդ, ինչ վիճակում է մեր փառաբանության կյանքը։ Ինչ ենք անում ուրախության, տխրության, ցավի, տառապանքի եւ հալածանքի մեջ։ Հակոբոսը կասեր 5:13-ում, եթե ձեզնից մեկը նեղություն է կրում, թող աղոթի, եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։ Ահա խնդրեմ, մարդիկ նեղության մեջ են, աղոթում են եւ տառապանքի մեջ սաղմոս են երգում։ Սա հեշտ չէ, սա գործողություն է մարմնի եւ հոգեվիճակի բնական ընթացքին հակառակ, որ մարմինդ ուզում է լացել, փաստերին նայելով, բայց հոգիդ ասում է փառաբանիր Տիրոջը։ Դավիթը շատ է գրում Սաղմոսներում սրա մասին։ 9:1-2 ես պիտի փառաբանեմ քեզ, Տեր իմ, ամբողջ սրտով պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Ահա թե ինչ էին անում Պողոսն ու Շիղան։ Սա առաջին նրանց վարքի մասին, թե ինչպիսի վարք ունեին չարչարանքի մեջ։ Իսկ ինչ եք կարծում, այսպիսի վարքը, այսպիսի արձագանքը չարչարանքներին կգրավեր մարդկանց ուշադրությունը, թե ոչ։ Իհարկե այո, նայեք համարի երկրորդ մասին։ Ղուկասը ցույց է տալիս, թե ինչ էին անում մյուս բանտարկյալները։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները ականջ էին դնում նրան։ Այս փառաբանության երգեր երգելը հակադրվում այն շփոթված, գանգատվող եւ անհանգիստ աղերսանքին, որը նրանից սպասում էին։ Այս օրհներգեր երգելը ծառայում էր որպես վկայություն մյուս բանտարկյալների համար։ Գրված ականջ դնել բառը հունարեն մի բառ է, որ նշանակում է
բժշկական լեզվում օգտագործում է նկարագրելու համար, թե ինչպես է բժիշկը ականջը դնում հիվանդի մարմնին, որպեսզի լսողությամբ որոշի ներքին հիվանդության էությունը։ Այսինքն սա փորձ է լսողության միջոցով պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Ղուկասը սրա միջոցով ցույց է տալիս, որ սա պասիվ լսել չէ։ Սա լսել է հասկանալու համար, թե ինչ են անում այս մարդիկ, սա խորտ արձագանք է։ Բոլորը բանտարկյալ են, ցավի տառապանքի մեջ, մի քանիսը երգում են։ Նրանք ուշադրություն էին դարձում հասկանալու համար, ոչ թե նախատելու, եւ դրա հետևանքը կտեսնենք հաջորդ համարում։ Փաստորեն բանտարկյալները լսում էին հասկանալու համար, լսում էին որոշելու, թե այս ինչ տարօրինակ արձագանք է Պողոսի ու Շիղայի կողմից, նրանց հետաքրքրությունը շարժվել էր։ Սա անբնական արձագանք է նեղությունների մեջ։ Հիշեք, մեր արձագանքը նեղությունների մեջ եւ առհասարակ անաստված աշխարհի աչքի առջև է եւ այն ազդեցություն ունի նրանց վրա։ Նրանցից շատերը հետևում են մեզ, տեսնելու ինչպես ենք մենք վարվում նեղության, տառապանքի եւ ցավի մեջ։ Նրանք ուզում են հասկանալ նման կերպ վարվելու բուն պատճառը, ինչու ենք մենք այդպես վարվում։ Տերն օգտագործում է քրիստոնյայի աստվածահաճո վարքը, մարդկանց իրեն բերելու ճանապարհին, նրանց ուշադրությունը գրավելու համար։ Գիտեք, կապ կա վարքի եւ դրա ազդեցության միջև։ Տեսեք ինչ է ասում Սուրբ Գիրքը, Գործք առաքելոցում, ինչպես է ցույց տալիս այս կապը։ Երկրորդ գլուխ 47-րդ համարում գրված է առաջին դարի եկեղեցու կյանքը նոր։ Օրհնում էին Աստծուն, նույն բառն է, եւ ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում, իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։ Նույնիսկ այս մեկ համարում երևում է 3 գործոնը՝ փառաբանություն, վարք եւ եկեղեցու թվականակի աճ։ Պետրոսը գրում է 1:15-ում, այլ ձեզ կանչող սրբի պես դուք էլ ձեր ամբողջ վարքով սուրբ եղեք։ Սա կոչ է վարքի բոլոր դրսևորումներին ուշադիր լինելու։ Նույն Պետրոսը շարունակում է 2:12-ում, հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Պետրոս այսինչ կապ է տեսնում քրիստոնյայի կյանքի վարքի եւ դրա թողած ազդեցության միջև։ Ինչա դուր եկավ MacArthur-ն ինչպես է սահմանում։ Տեսեք ինչ է գրում սրա մասին։ Քրիստոնյաների բարեպաշտ կենսակերպը եւ վարքը, որը երկարատև կերպով դրսևորվում է հեթանոսների մեջ, դիտվում է նրանց կողմից եւ չնայած նրանք երբեմն չարախոսում են ու իրենց վարքով վատություն են գործում, սակայն երբ Տերը շնորհով այցելում է, այդ բարի գործերի ազդեցությամբ նրանք փառավորում են Աստծուն։ Կարծես Տերը հիշեցնում է քո կյանքը, քո վարքը, ինչպես ես ապրել նրանց առջև։ Առաքինի կյանք, սա նշանակում է գեղեցիկ, գրավիչ, ողորմած, ազնիվ։ Դրա համար պետք է խիստ ուշադիր լինել ամենակենցաղային հարցերում նույնիսկ։ Ինչպես ենք վարվում, երբ խանութում մեր հերթը խախտում են։ Ինչպես ենք վարվում, երբ մեքենա վարելիս խախտում են իրավունքներդ։ Երբ հարևանը սխալվում է քո նկատմամբ, մանրդ խանութում սխալ են վերադարձնում, բանկում առանց կտրոնի քեզնից առաջ են անցնում, նման անհաշվելի իրավիճակներում ինչպես ես վարվում, ինչ ես ցույց տալիս վարքովդ։ Իսկ եթե ասենք, որ դու քեզ պահես ոչ աստվածահաճո եւ այդ նույն մարդը մի օր գա եկեղեցի ու տեսնի, որ դու քարոզում ես, ինչ կանի։ Վստահ եք կշրջվի եւ կգնա։ Կհիշի քո վարքը։ Հեթանոսների մեջ լավ վարք ունեցեք, որպեսզի ամեն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն այցելության օրը։ Այս այցելության օրը երկու իմաստով է Սուրբ Գրքում, եւ վերջին դատաստանի իմաստով, եւ երբ Աստված այցելում է մարդուն երկրի վրա։ Տեսեք, վարքի միջոցով Տերն ինչպես է աշխատում անհավատ մարդկանց հետ։ Առաջի Պետրոս 3:1-2 Նույնպես դուք կանայք իրավիճակ է նկարագրում։ Հնազանդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք անհնազանդ լինեն խոսքին, ուշադիր լսեք, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն, տեսնելով ձեր երկյուղածությամբ լի պարկեշտ վարքը։
Պետրոս, ինչու ես նման խորհուրդ տալիս, ինչու չես ասում կնոջը գնա քարոզիր, ինչու ես ասում լուր, առանց խոսքի, վարքով ցույց տուր, որովհետև երբ դու վարքով ես ցույց տալիս, դու ցույց ես տալիս ինչպես ես ընկալել կիրառված ավետարանը, դու ցույց ես տալիս այն ավետարանը, որին հավատացել ես, ընդունել ես եւ այն արտահայտվում է քո վարքով, եւ Աստված գործածում է դա։ Հեզությամբ եւ երկյուղատությամբ բարի խղճմտանք ունեցեք, որպես ինչի համար ձեզնից չարախոսեն ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։ Հարց ինչ տեսք ունի մեր վարքը որպես քրիստոնյաներ, ինչ ազդեցություն ենք թողնում դրանով մեր տանը, մեր հարևանների մոտ, բարեկամների մոտ, աշխատավայրում, անծանոթների ներկայությամբ, երբ մենակ ենք։ Արդյոք մեր վարքը, մեր Տիրոջը փառաբանող կյանքը բավականին հիմք է ստեղծում, որ Տերն այդ վարքը գործածի ուրիշների ուշադրությունը գրավելու համար։ Ինչ է ասում համացանցում իմ ու քո էջը։ Մեր հավատալիքների մասին, ինչ է ասում մեր հագուստը, ինչ է ասում մեր խոսքը, արդյոք այն աղով համեմված է, ինչպես Սուրբ Գիրքն է ասում։ Մեր մտքերն ինչ են ասում, որոշումները, արդյոք Տերը կարող է օգտագործել մեր կյանքի օրինակը մարդկանց իրեն քաշելու ճանապարհին։ Կարող է թողել ազդեցություն։ Տեսեք ինչ վարք ունեին, բանտում, անարդար չարչարանքների մեջ, օրհնում էին Տիրոջը և կողքիններն էլ ականջ էին դնում նրանց։ Մտածենք այս մասին, սիրելիներ, սա շատ կարևոր է և երկկողմանի դեր ունի։ Այն և խոսում է մեր ինքնության մասին և մեր վերաբերմունքի մասին Տիրոջը, նաև ավետարանչական դեր ունի, որն ազդում է մարդկանց վրա։ Սա առաջին միջոցն է, որով Տերը առաջնորդում է մարդկանց դեպի փրկություն։ Նա օգտագործում է քրիստոնյաների վարքը անհավատ աշխարհի ուշադրությունը գրավելու համար։ Երկրորդ միջոցը։ Ինչպես է Տերը դարձի բերում մարդուն։ Գործում է կյանքի պայմանների միջոցով։ Գործում է կյանքի պայմանների միջոցով։ Եվ 26-ից 30-րդ համարում կյանքի պայմանների մեջ գործելու 5 քայլ ենք տեսնում։ Տերը միջամտում է, ստեղծում է անհուսության վիճակ, ցույց է տալիս իր բարությունը, խոնարհեցնում է եւ դարձնում է պատրաստ խոսքը ընդունելու։ Նայեք 26-ից 30-րդ համարին։ Ինչ տեղի ունեցավ, երբ ականջ էին դնում։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին եւ բոլոր դռներն իսկույն բացվեցին ու բոլորի կապանքները արձակվեցին։ Երբ բանտապետը արթնանալով բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետեւ կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց եւ ասաց. «Դու քեզ չվնասես, որովհետեւ մենք բոլորս այստեղ ենք»։ Նա լույս խնդրեց, ներս վազեց ու դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Նրանց դուրս բերելով ասաց. «Տյար կամ տերեր, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Այս քայլը կատարվում է արտաքին հանգամանքների եւ ներքին փոփոխությունների մասնակցությամբ։ Աստված օգտագործում է մարդու կյանքի պայմանները իր ուզած արդյունքին հասնելու համար։ Տերն ունի սահմանած միջոցներ եւ կիրառում է դրանք մարդուն դարձի բերելու ճանապարհին։ Տեսեք ինչպես է Տերը հասցնում մարդուն մեղքի գիտակցության, ինչպես է Տերը խոնարհեցնում եւ հասցնում այն կետի, որ մարդն ասի. «Ինչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Առաջին քայլը Տերը միջամտում է, նայեք 26-րդ համարին։ Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին եւ բոլոր դռներն իսկույն բացվեցին ու բոլորի կապանքներն արձակվեցին։ Սա եղավ հանկարծակի եւ անսպասելի։ Պողոսն ու Շիղան այս արդյունքի համար չէին աղոթում, սա Տիրոջ որոշումն էր տվյալ իրավիճակում։ Կրկին մեր Տերը այստեղ երևում է իր ինքնիշխան կամքով։ Մեծ ցնցում եղավ, երկրաշարժ բառն է, ցնցումը եղավ այնքան ուժեղ, որ նույնիսկ հիմքերը շարժվեցին։ Հետաքրքիր է, որ փուլ չեկավ, բայց քանդվեցին կապանքները միայն։ Արդյունքում բանտի բոլոր դռները բացվեցին եւ բոլոր բանտարկյալների շղթաներն արձակվեցին։ Ինչ եք կարծում։ Ինչու Տերը որոշեց նման կերպով միջամտել։ Հաջորդ համարը մեզ ցույց է տալիս։ Տերը օգտագործեց այնպիսի առիթ, կյանքի պայման, որտեղ կարող էր բազմակողմանի գործել եւ Պողոսի ու Շիղայի համար, եւ բանտապետի, եւ բանտարկյալների։ Տերը եւ օգտագործեց ստեղծված վիճակը, եւ ստեղծեց իրավիճակ միջամտելով գերբնական ձևով։
Տեսեք ինչպիսի ազդեցություն թողեց բանտապետի վրա այս միջամտությունը 27-րդ համարում։ Երբ բանտապետը արթնանալով բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց, ուզում էր ինքն իրեն սպանել։ Փաստորեն տիրոջ միջամտությունն ունեցավ ուղիղ ազդեցություն բանտապետի վրա։ Նա քնել էր Պողոսի եւ Շիղայի օրորոցային փառաբանության ներքո։ Եվ ահա նա արթնանում է եւ տեսնում, որ իրավիճակը իր վերահսկողությունից դուրս է եկել։ Ստեղծվել են պայմաններ, որից հնարավոր է ըստ իրեն միայն մեկ ելք։ Դա ինքնասպանությունն է։ Բանտի դռների բացվելը, բանտարկյալների ազատ լինելը կանգնեցրեց նրան մեծ փաստի առջև։ Փաստորեն տիրոջ այս միջամտությունը ստեղծեց բանտապետի համար անհուսության վիճակ։ Այժմ նա գտնվում է հոգեկան սարսափելի վիճակի մեջ եւ ողջ մնալու դեպքում կամ նա պետք է պատժվի մինչև իսկ մահվամբ, հակառակ դեպքում պետք է ինքնասպան լինի իր պատվի կամ վախի պատճառով, որովհետեւ եթե գիտեք, Հռոմում օրենք կար, որ եթե բանտապետի հերթապահության ժամանակ զինվորը փախչեր, այդ բանտապետին սպանում էին զինվորի փոխարեն, այդպիսի օրինակ ունենք Գործք 12-րդ գլխում։ Բանտապետի համար բանտարկյալների ազատությունը ենթադրում էր 100%-անոց փախուստ։ Նա կասկած չուներ, որ փախել են, ինչպես նշում է 27-րդ համարում Ղուկասը, տեսեք, որ գրված է, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։ Կարծել բառն այստեղ կասկածանքի իմաստը չունի, այլ եզրակացության։ Նա եկավ եզրակացության։ Այս բառը ցույց է տալիս բանտապետի գործողության հիմքը, մտածողության ընթացքը։ Այսինքն նա տեսնելով փաստը, համոզված լինելով, որ փախել են բանտարկյալները, այնքան հավատաց այդ վարկածին, որ ինքն իրեն ուզում էր սպանել։ Սա միանգամից ծնված ուժգին, բայց ենթադրական արձագանք էր նրա կողմից։ Տերը այստեղ օգտագործեց բանտապետի կյանքի պայմանները, նրա աշխատանքը, ուշադիր եղեք, մասնագիտությունը, առօրյան, ստեղծելով մի վիճակ, որտեղ հնարավոր կլիներ նրան կանգնեցնել իր ոչնչության եւ անզորության առջև։ Ուշադրություն, սա բանտապետի հոգևոր եւ մեղավոր ողնաշարը կոտրելու գործի սկիզբն է։ Հիշեք, Տերը հարվածում է մարդու եսին, ինքնասիրությանն ու իր մասին ունեցած մեծ կարծիքին եւ ցույց տալիս, որ նա ոչ մի իշխանություն չունի իր կյանքի պայմանների եւ դրա կառավարման վրա։ Տիրոջ ընտրած ուղիներն իմաստալից են յուրաքանչյուրի համար։ Տերը գիտի ամեն մեկի ճանապարհներն ու միջոցները նրանց դարձի բերելու համար, նրանց մեղավոր եսը կոտրելու համար, ամեն մեկի լեզուն գիտի Տերը։ Այժմ բանտապետը գտնվում է հոգեկան ծանր վիճակում եւ ուզում է իրեն սպանել։ Ինչու է ուզում սպանել, որովհետեւ գիտի, որ ինքն է հաջորդ քայլին հայտնվելու այդ մահապարտների տեղում։ Գործք 12-19-ում տեսեք օրինակը, երբ Հերովդեսը Պետրոսի բանտից հրեշտակը որ տարավ, հիշում եք, Պետրոսին ազատեց 19-12-ում, երբ Հերովդեսը նրան փնտրեց չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Ինչու, որովհետեւ իրենք պետք է պաշտպանեին։ Կարևոր նշում, Աստված ստեղծում եւ օգտագործում է կյանքի իրավիճակներ, որոնք կնպաստեն մարդու կոտրվելուն եւ անհուսության հասնելուն։ Նման իրավիճակները մարդուն կանգնեցնում են իրականության առջև եւ հայտարարում, որ մարդը ոչինչ է իր կյանքի կառավարման հարցերում։ Նման դեպքերն ընդգծում են մարդու անօգնականությունը, օգնում են իր մասին մեծ կարծիքը փոխելու, համոզվելու, որ ինքը չի կարող կառավարել ոչ իր կյանքը, ոչ իր կյանքի հանգամանքները։ Ինչպես ասում են ընկնող ինքնաթիռում աթեիստներ չեն լինում։ Լսել եք։ Բանտապետը նույնպես կամ վախի կամ պատվի պատճառով ուզում էր ինքնասպան լինել։ Հիշում եք Սավուղն էլ նույն պատճառով ինքնասպան եղավ։ Պատվի է, թլպատվածների ձեռքով ասած ես չմահանամ։ Ահա այս ամենամութ ու խավար վիճակում հոգեկան ծանր ու կոտրված պահին Տերը ցույց է տալիս իր բարությունը։ Եվ այս դեպքում անում է իր զավակների չարչարանքների միջոցով եւ անում է նրան նկատմամբ, ում դարձի է բերելու շուտով։ Ահա Պետրոսի ասած այցելության օրը մոտենում է բանտապետի համար։ Տեսեք ինչպես է վրա հասնում Տիրոջ բարությունը, նայելով 28-րդ համարին, 3-րդ ենթակետին, բայց Պողոսը բարձրաձայն կանչեց եւ ասաց. «Դու քեզ չվնասես, որովհետեւ մենք բոլորս այստեղ ենք»։
Այս համարում ցնցող բաներ շատ կան, բայց եկեք հերթով գնանք։ Պողոսը բարձրաձայն դիմում է բանտապետին։ Բնականաբար հեռավորությունն այնքան էր, որ նրա ձայնը եւ միտքը հստակ հասկացվել է բանտապետին եւ զուգահեռաբար նույն հեռավորությունն էր, երբ Պողոսն ու Շիղան երգում էին եւ բանտապետը լսած կլիներ նրանց երգեցողությունը եւ քնել էր։ Պողոսը ցնցող կոչ է անում, ասելով. «Դու քեզ չվնասես»։ Ինչ Պողոս։ Դու քեզ չարչարողին ասում ես այս խոսքերը։ Ինչու դու չես ուզում, որ նա մահանա իր իսկ ձեռքով։ Չէ՞ որ ժամեր առաջ նա էր ձեզ տանջում, բանտարկում, ցավեցնում, միթե արդար չի լինի հատուցել չարին չարով։ Պողոսն ինքն է հետագայում գրում Հռոմեացիների նամակում, որ ոչ մեկին չարով չհատուցեք, այլ չարը հաղթեք բարիով։ Դա նույնն է, որ նա ասի կրակը կրակով չփորձեք հանգցնել։ Իսկ ինչպես վարվել եւ չարով չհատուցել Պողոս շարունակում է, եթե քո թշնամին քաղցած է, հաց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև լսեք, այս անելով նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես, չարից մի պարտվիր, այլ բարիով հաղթիր չարին։ Դու գիտեք, փաստորեն, երբ բարություն ես անում չարին հակառակ, ինչպես այդ կրակի ածուխն է նրա գլխին վառելու ֆիզիկապես, եթե պատկերացնեք, այդպես ազդեցություն է թողնելու քո արածը նրա վրա։ Չարին բարիով հաղթիր։ Քրիստոնյաները կոչված են խաղաղության, բարության, աղոթքի, ոչ թե վրեժխնդրության, ոչ թե հատուցումներ նշանակելու։ Վրեժխնդրությունը Տիրոջինն է եւ նա կորոշի ում, ինչպես, երբ, ինչ չափով, ինչ պայմաններում է պետք հատուցել։ Այսինքն հասնում է Աստծո արդար բարկությանը տեղ տալ։ Հարց նայեք համարին։ Բանտարկյալները ազատվելուց հետո տեղում են, թե ոչ։ Տեղում են։ Ազատվել է, չէ՞ բոլորի կապանքները։ Պողոսն ու Շիղան տեղում են։ Այդ դեպքում ասացեք եւ մտածեք, խնդրեմ։ Ինչ ազդեցություն կթողներ Պողոսի եւ Շիղայի չփախչելը, մյուս բանտարկյալների չփախչելը, կամ ոչ միայն չփախչելը, այլ մի հատ էլ չարագործին օգուտ բերելը։ Դուք նկատում եք, որ սա ոչ նորմալ իրավիճակ է։ Նրանք կարող էին ստեղծված իրավիճակից փախուստի դիմել, ասեին մենք գիշերը փառաբանում ենք Տիրոջը, Տերը տեսեք ինչ հնարավորություն տվեց։ Սա նրա համար է, որ մենք փախչենք բանտից, որ մենք գնանք ավետարանենք։ Պողոս Շիղա, այդ ինչպես եք դուք վերլուծում իրավիճակները, որ այդ ազատությունը դիտարկել եք ոչ թե փախուստի միջոց, այլ մնալու առիթ։ Պողոսի կենտրոնում բանտապետն էր։ Եվ ամենայն հավանականությամբ նա իրավիճակները ուսումնասիրելով եկել այն եզրակացության, որ Տերը այդտեղ գործ ունի անելու, որովհետև արդեն սկսել էր շղթաների ազատագրումից։ Եվ բանտապետը հիմա կտեսնեք ինչ արձագանքով է գալու նրանց մոտ։ Ինչ կզգար, ինչ կհասկանար բանտապետը այս ցնցող, անհասկանալի, տարօրինակ վարքագծի եւ վարվելակերպի ազդեցությունն իր վրա կրելով։ Միթե բարության այս ահռելի չափաբաժինը չէր առաջացնի նրա մոտ մեղավորության գիտակցում։ Հենց Պողոսի եւ Շիղայի նկատմամբ։ Պողոսն ու Շիղան այստեղ հսկա չափերի բարություն են անում բանտապետի նկատմամբ։ Նրանք փրկում են նրա կյանքը։ Քեզ չվնասես։ Ինչու, որտեղ քեզ վնասելու պատճառը այն է, որ դու մտածում ես փախել են, չենք փախել։ Պողոս փաստորեն Տերն այնպես է օգտագործել, որ բանտարկյալները նույնպես չեն փախչել։ Այսինչ հրաշք է։ Գիտեք ինչու չեն փախչել։ Որովհետև ականջ էին դնում, տարօրինակ վարք էր։ Նրանք տեսնում էին, որ այս մարդիկ սովորական չեն, այն իմաստով, որ տարօրինակ են արձագանքում իրավիճակներին։ Սա անհուսության մեջ եղող, ինքնասպանության մեջ լուծումը փնտրող, մարդու ակնկալիքներին հակառակ արձագանք է։ Սա նույնիսկ անտրամաբանական արձագանք է։ Սա այս բարությունը հիմնահատակ քանդեց այս մարդու պատկերացումները, որն անմիջապես մյուս համարում ենք տեսնում։ Ահա թե ինչու է պետք բարություն գործել։ Միթե Հիսուսը նույնը չէր սովորեցնում մեզ։ Սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարի կարեք ձեզ ատողներին, աղոթեք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է,
որովհետև նա իր արեգակը ծագեցնում է եւ չարերի եւ բարիների վրա, անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա, որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձ ունեք, չէ՞ որ մաքսավորներն էլ են նույնն անում։ Եվ եթե ողջունեք միայն եղբայրներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ Արդ դուք կոչը լսեք, կատարյալ եղեք ինչպես ձեր երկնավոր հայրն է։ Սա իրավունքներից հրաժարման կոչ է։ Ավելին, բարություն անելու հնարավորություն, քանի որ այն մեզ նմանեցնում է մեր հորը։ Ինձ շատ է դուր գալիս Ակարտուրի այս ձևակերպում, որ ասում է մենք ամենից շատ նմանվում ենք մեր հորը, երբ առօրյայում նրա նման ենք կարողանում վարվել։ Հարց բոլորի սիրելիներ, որքան է նման մեր վարքը, մեր արձագանքները, մեր Տեր Հիսուսի վարվելակերպին եւ մտածելակերպին։ Պողոսն ու Շիղան ներծծված էին իրենց առաքելության գիտակցությամբ, իրենց համար բոլոր իրավիճակները առիթ էին ավետարանելու։ Տեսեք ինչպես է դա երևում։ Նրանց քայլերը պարզապես ցնցում են մակերեսային աստվածաբանությունը։ Նրանք չարչարվում են չհակառակվելով։ Նրանք փառաբանում են տառապանքի մեջ։ Նրանք ազատությունը չեն ընկալում որպես փախուստի միջոց։ Նրանք գործում են հոգուտ իրենց չարություն պատճառողի։ Նրանք մերժում են ուրիշի մահվան գնով իրենց ազատվելու հնարավորությունը։ Եվ նրանք չարին բարիով են պատասխանում։ Սա խորթ է բնական մարդու մտածելակերպին։ Հիշեք, Աստված իր բարությունն օգտագործում է մարդուն ապաշխարության բերելու ճանապարհին։ Հռոմեացիս 2:4 կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը եւ համբերատարությունը առհամարում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Խնդրում եմ ուշադիր լսեք այս սահմանումը։ Երբ բարությունն ուղղվում է անարժանին, այն առաջացնում է մեղավորության գիտակցում։ Հիշում եք, երբ Պետրոսը Հիսուսին ասաց, որ նա հեռանա իրենից, քանի որ ինքը մեղավոր է իրեն զգում։ Ինչ էր համատեքստը։ Ղուկաս 7:5-7 հրաշքներ ձգի, շատ ձուկ բռնեցին։ Մյուս նավի մեջ գտնվողներին նշան էին անում, որ գան իրենց օգնելու, նրանք եկան եւ երկու նավերն այնքան լցրին, որ սուզվում էին, եւ Սիմոն Պետրոսը, շատ լսեք, այդ տեսնելով Հիսուսի ծնկներին ընկավ ու ասաց. «Տեր, հեռու գնա ինձնից, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ»։ Պետրոս այսինչ եղավ։ Այդ ինչ եղավ, որ դու եկար մեղավորության գիտակցության։ Ձկան զարմանահրաշ որսը միանշանակ հրաշք էր, որը զարմացրեց Կափառնայումի բոլոր ձկնորսներին։ Պետրոսը միանգամից հասկացավ, որ գտնվում է Սուրբ Աստծո ներկայության մեջ, որն արտահայտում է Աստծո իշխանությունը եւ ամաչեց իր սեփական մեղքից։ Նույնը Եսային չարեց 6:5 համարում։ Ես ասացի, վայ ինձ, ես կորած եմ, երբ հանդիպես Տիրոջը, որովհետեւ ես պիղծ շուրթերով մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում եւ իմ աչքերը տեսան թագավորի զորությունը։ Հիսուսով արված բարությունը աննկարագրելի ազդեցություն է թողնում մարդու վրա եւ ինչ որ իմաստով աստվածային ներկայության ընկալում ապահովում։ Ահա թե ինչու է պետք բարություն անել։ Բարությունը, սրբությունը հնարավորություն է տալիս տեսնելու թերությունները, քանի որ բարությունը դառնում է մի չափանիշ, որի հետ համեմատվում է մարդը եւ տեսնում սեփական թշվառ եւ դրանից հեռու եւ ցածր լինելը։ Ահա թե ինչու այս մարդու վրա այսքան մեծ ազդեցություն թողեց։ Այն կոտրեց բանտապետի սիրտն ու միտքը, քանի որ իր կյանքը խնայվեց։ Եվ այդ արվեց նրանց կողմից, ովքեր կարող էին իրեն սպանել։ Իսկ ավելի կոնկրետ, թե ինչպես ազդեց այս բարությունը բանտապետի վրա, նայեք հաջորդ համարին։ Ինչպես է Տերը գործում, հաջորդ քայլը խոնարեցնում է։ Ինչպես է Տերը բերում մեղավորության գիտակցության, հաջորդ քայլը խոնարեցնում է։ 29-րդ համարին նայեք։ Նա լույս խնդրեց, ներս վազեց ու դողալով Պողոսի ու Շիղայի առջև ընկավ։ Գործածված բառերը նայեք, խնդրեց, վազեց, դողաց, ընկավ, ցույց են տալիս նրա սարսափած եւ խոնարհված վիճակը։ Նա ժամեր առաջ ոտքերն ու ձեռքերն էր կապում Պողոսի եւ Շիղայի, իսկ հիմա նրանց առջև է ընկած, արդեն հոգեկան բանտարկության մեջ։ Այս պատկերին նայելով ասացեք հիմա, ով է ազատ եւ ով է բանտարկյալ։
Բանտապետն այնքան է խոնարհվել, որ խնդրանքով է խոսում բանտարկյալների հետ։ Տեսնում եք։ Իսկ բանտարկյալները չեն փախչում, այլ դարձի մասին ֆիլմ են դիտում, իրենց իսկ մասնակցությամբ, ցնցված են բոլորը։ Ահա թե ինչ է լինում, երբ Տերն է միջամտում, ահա թե ինչ է լինում, երբ պատրաստ ենք լինում հանուն ավետարանի չարչարվելու եւ միշտ բարիք անելու։ Տերը դրանք իր կամեցած ժամանակ կարող է վերածել խոշոր արդյունքների։ Նկատում եք, որ նման խոնարհությունը պատահականության արդյունք չէ, ոչ էլ անհասկանալի փաստ, այլ Տիրոջ գործածած միջոցների հետևանք։ Տերն սկսել է քաշել իրեն այս մարդուն եւ հիմա հերթն է նրան խոնարհեցնելու, որ հաջորդիվ փնտրի փրկություն։ Դուք որ կարդում եք առավելևս այս հատվածը, դուք այդ ենթատողերը կարողանում եք տեսնել, որ հարց ու պատասխանի տրամաբանությունը կարողանաք հասկանալ։ Շարժում եղավ, ասաց քեզ մի սպանիր, եկավ ասաց ինչ անեմ, որ փրկվեմ։ Այսինքն ինչ է եղել այդ տարածության ընթացքում, տարածության մեջ, ինչ է եղել։ Իրարից կտրված մտքեր չեն սրանք։ Այստեղ գործում է Տերը։ Եվ այս յուրաքանչյուր դետալ օգտագործում մարդու խոնարհեցնելու եւ բերելու դարձի։ Բանտապետի մեղավոր հպարտությունը փոշու վերածելու արդյունքում տեսեք թե ինչ է լինում։ Նա դառնում է պատրաստ Աստծո խոսքը լսելու եւ կատարելու։ Նայեք 30-րդ համարին։ Նա արդեն կանգնած է փրկության լուրը լսելու վերջի աստիճանին, քանի որ գիտակցել է իր մեղավորությունը։ Նրանց դուրս բերելով ասաց. Տյարք, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Բանտապետը քաղաքավարի կերպով նրանց դուրս հանեց, խցից եւ հարց տվեց։ Այժմ բանտապետը նոր զգացմունքներ ունեցավ։ Նրա աշխատանքը իսկ գուցեև կյանքը կորցնելու վախը փոխարինվեց իր մեղավորության խորը գիտակցմամբ։ Մեղքերով ծանրաբեռնված նա այժմ վախենում էր Տիրոջ առջև կանգնելուց, նա աղաղակեց. ինչ անեմ, որ փրկվեմ։ Այս հարցը պետք է նախորդի յուրաքանչյուր անկեղծ դարձի։ Նախքան փրկություն ստանալը մարդը պետք է իմանա, որ նա դատապարտված է կործանման։ Մի աստվածաբան գրում է. վաղաժամ է մարդուն ասել, թե ինչպես փրկվել, մինչև նա առաջինը անկեղծորեն չասի, ես իսկապես արժանի եմ դժոխքում հավիտենական դատապարտության։ Սա ցույց է տալիս, որ նա հասել է այն կետին, որ գիտակցում է իր մեղավորությունը։ Եվ հիշեք, որ մարդը չի կարող գնահատել փրկությունը, եթե չգիտակցի իր մեղավորությունը։ Ինչպես փնտրի փրկություն, եթե չունի պատճառ դրա համար։ Տեսնում եք ինչ ահռելի, աներևակայելի, իրական, տրամաբանական աշխատանք է կատարում Աստված մարդուն փրկության գիտակցության բերելու ճանապարհին։ Այս պատկերը հակառակ է բոլոր մակերեսային ավետարանչություններին ու ստիպողական դարձերին, երբ մարդիկ պարզապես կրկնում են, որ իրենք մեղավոր են եւ ոչ թե գիտակցում եւ հավատում են դրան։ Այժմ սիրտը պատրաստ է եւ լսելու եւ անկեղծորեն ընդունելու Տիրոջ խոսքը, որ եւ ճշտությամբ եւ համարձակությամբ շուտով կփոխանցի Պողոսը։ Ահա տեսեք, թե Տերը ինչպես է առաջնորդում փրկության, ինչպես է հասցնում փրկության գիտակցության։ Տերը միջամտում է, ստեղծում է անհուսությամբ վիճակ, ցույց է տալիս իր բարությունը, մեղքի ծանրության գիտակցությամբ խոնարհեցնում է եւ դարձնում է պատրաստ լսելու իր խոսքը, որի համար բյուրավոր փառքեր մեր Տիրոջը։ Եվ վերջին երրորդ միջոցը, որ Տերն օգտագործում է, որ ամենակարևորն է եւ որոշիչ է այս դեպքում, Տերը օգտագործում է ավետարանի քարոզչությունը։ Ոչ միայն իր զավակների չարչարանքներն ու վարքը, ոչ միայն կյանքի բոլոր պայմանները, որի վրա իշխում է Տերը եւ գործածում, այլ հասցնում է ավետարանին, որովհետեւ այն է միջոցը փրկության։ Տեսնում ենք ավետարանի քարոզչությունն օգտագործելու երկու պատճառ։ Առաջին, որպեսզի գտնեն փրկության միակ ուղին, եւ երկրորդ, որպեսզի դառնան իրական հավատացյալ։ Նայեք 31-ից 34-րդ համարներին։ Նրանք ասացին՝ ի պատասխան արդեն այս զղջմանը. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվեք դու եւ քո ընտանիքը։ Եվ Տիրոջ խոսքը քարոզեցին նրան եւ բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ, վերքերը լված, նկատում եք, չէ՞, բանտապետի մասին են կարդում։ Եվ իսկույն մկրտվեցին ինքը եւ բոլոր յուրայինները։ Նրանց իր տունը տանելով սեղան դրեց եւ իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն
հավատացած լինելու համար։ Այսպիսով ինչու է Տերը օգտագործում ավետարանի քարոզչությունը։ Առաջին պատճառը տեսնում ենք 31-32-րդ համարներում, որպեսզի գտնեն փրկության միակ ուղին, որպեսզի գտնեն փրկության միակ ուղին։ Ահա Տերը հասցրեց իր աշխատանքի գագաթնակետին, ավետարանը լսելուն։ Այս բոլոր բաները կատարվեցին այս բաղձալի պահի համար, որպեսզի հնչեր Հիսուսի ավետարանը, քանի որ Տերն առաջնորդում էր դեպի փրկություն։ Բանտապետի անկեղծ եւ որոնողական հարցին, ինչ պետք է անեն փրկվելու համար, Պողոսը անմիջապես պատասխանում է. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Այս հարցը կորած մարդկանց աղաղակն է ամբողջ աշխարհում, եւ մենք պետք է կարողանանք նրանց ճիշտ պատասխան տալ, քանի որ Գործք 4:12 ուրիշ մեկի անունով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով հնարավոր լինի փրկվել, միայն Հիսուսով։ Այս հարցին եկեղեցու օրինապաշտները 15-րդ գլխում կպատասխանեին. Մովսեսական օրենքը պահեք, թլպատվեք, որ փրկվեք, բայց Պողոսը գիտի պատասխանը, որ այստեղ գործում է հավատը Աստծո շնորհը ընդունելու համար։ Եվ Գործք առաքելոցում շատ ենք հանդիպում, ես այդ բոլոր համարները չկարդամ, գրել եմ, որ Հիսուսի անունով է, հավատացեք Հիսուսին, նրա միջոցով փրկություն կստանաք, այսինքն մարդուն դարձի բերելու ճանապարհին այս մեխը եթե չլինի, մնացած բոլոր քայլերը կլինեն զուր։ Փրկության միակ ուղին եւ միջոցը Հիսուս Քրիստոսն է, պետք է շարունակ կոչ անենք հենց նրան հավատալու, նրան խոստովանելու, նրան վստահելու, ինչպես Պողոսն է ասում։ Հավատա բառը հրամայական եղանակով է այստեղ, որն ավելի ընդգծում է ավետարանի հեղինակությունը, դրա միակ լինելն ու հրատապությունը։ Կարծես ասի շտապիր հավատալ, քանի որ սա է միակ ուղին փրկության։ Ահա հնչում է ավետարանը, որի դեմ արշավ էր սկսել, լռեցնելու, բայց ինչ ենք տեսնում, ավետարանիչները բանտարկված են, բայց ավետարանը ոչ։ Դրա համար հիշեք, սիրելիներ, եւ ուրախացեք։ Հնարավոր է բանտարկել քարոզչին, բայց ոչ ավետարանը, այն միշտ հնչելու է, քանի Տերը գործում է այս երկրի վրա։ Ուրախանանք, որովհետև մեր Տիրոջ համար բոլոր իրավիճակներն են վերածվում հնարավորությունների, երբ նա որոշում է մեկին փրկել։ Դրա համար մի անհանգստացեք այս աղագնացող օրերի մեջ, պատերազմների ձայներ, ինչ պիտի անենք, ինչ պիտի լինի, կենտրոնացեք Տիրոջ գործին, ուրիշ ոչինչ բանի մասին մի մտահոգվեք։ Պողոսն այստեղ ասում է, որ նրա տունն էլ կփրկվի, տեսնում եք 31-րդ համարում։ Նրանք ասացին. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվեք դու եւ քո ընտանիքը։ Արդյոք սա նշանակում է, որ բանտապետի հավատի միջոցով ինքնաբերաբար կփրկվեն նրա տան անդամներն էլ եւս։ Իհարկե ոչ, եկեք տեսնենք։ Եվ քո տունը արտահայտությունը չի նշանակում, որ բանտապետի հավատքն ավտոմատ կերպով կամ ինքնաբերաբար փրկություն կբերի նրա ընտանիքին։ Քանի որ յուրաքանչյուր մեղավոր պետք է անձամբ վստահի Քրիստոսին փրկության համար, սա աստվածաշնչյան բացահայտ եւ անփոփոխ ճշմարտությունն է։ Այդ դեպքում ինչպես հասկանալ, լավ, ինչու է այսպես գրված։ Մի փոքր քերականությունից ցույց տամ ձեզ, որը որ բավականին տանջվեցի գրքերից եւ նաեւ մեր աննաքրոջ հետ էլ հայերենի հարցում եւ հունարենի հարցում էլ գրքերից, որ կարողանայի հասկանալ։ Ըստ հայերեն քերականության, հիմա որ դուք կարդում եք այս համարը, ընթերցելիս հնարավոր է գալ նման եզրակացության, քանի որ հայերենը ցույց չի տալիս, որ բանտապետի տունը նույնպես պետք է հավատա, այլ թվում է թե կփրկվի բանտապետի հավատի միջոցով, այդպես է, որ կարդում եք նման տպավորություն եք, չէ՞ ստանում։ Իսկ հունարենում, երբ նախադասության մեջ կա մի քանի ենթակա, օրինակ դու եւ քո տունը, բայց բայը գրված է միայն եզակի ձևով, այսինքն կփրկվես։ Այդ բայը վերաբերվում է բոլոր ենթականերին հավասարապես։ Կփրկվես բայը հավասարապես վերաբերվում է երկու ենթականերին էլ։ Այսինքն այն պայմանը, որ կա քո փրկության համար, վերաբերվում է նաև մյուսին փրկության համար։ Դու եւ քո տունը միասին են գրված եւ շաղկապով կապված են։ Նույն բայը կփրկվես վերաբերվում է երկուսին էլ, եւ բանտապետին, եւ նրա ընտանիքին։ Հունարենում կանոն կա, եթե երկու կամ ավել բայեր միացված են եւով եւ շաղկապով, նույնիսկ եթե բայը միայն եզակի թվով է, այն կարող է վերաբերվել բոլորին։ Ուշադիր լսեք, եթե տրամաբանությունն ու նախադասության կառուցվածքը դա թույլ է տալիս։ Հիմա հարց. մեր նախադասությունը եւ տրամաբանությունը թույլ տալիս են,
կամ աստվածաշնչյան մարդապետությունը թույլ տալիս են գալու այն եզրակացության, որ մեկի հավատով բոլորը կարող են փրկվել։ Եվ ամենախոշոր փաստը ձեզ ցույց տամ այս համատեքստում։ Նայեք անմիջապես հաջորդ համարին։ Հաջորդ համարի տրամաբանությունը տեսեք ինչպես է պաշտպանում հունարենի քերականությանը այս դեպքում։ Եվ Տիրոջ խոսքը 32-ը քարոզեցին նրան եւ բոլոր նրանց, ովքեր նրա տանն էին։ Տեսնում եք, եթե մեկի հավատով բոլորն էլ փրկվեին, այլևս կարիք չէր լինի քարոզել բոլորին, ովքեր նրա տանն էին։ Այնպես որ եզրակացությունը հստակ է։ Փրկությունն անհատական է եւ այս համարը կարելի է թարգմանել այսպես. իմաստային հավատա Տեր Հիսուսին եւ կփրկվես դու, իսկ եթե քո տունն էլ հավատա, նրանք էլ կփրկվեն։ Փրկության միակ ուղին Հիսուսն է, փրկության միջոցը հավատը, այն անհատական է, ոչ թե հավաքական եւ պայմանը նույնն է բոլորի համար։ Հստակ է։ Այստեղ եւս մի կարևոր հարց կա եւ մոտենանք ավարտին։ Մենք չպետք է այս հայտարարության մեջ հասկանանք նաև մանուկների փրկությունը։ Տեսել եք, որ նման տեքստերի վերաբերյալ միշտ ասում են մանկամկրտության մասին եւ այլն, հա։ Քանի որ պարզ է, որ Պողոսը գործ ուներ այնպիսի մարդկանց հետ, որոնք բավականաչափ մեծ էին խոսքը լսելու, հասկանալու եւ հավատով արձագանքելու համար։ Այսպես կոչված ընտանեկան փրկությունը հիմք չունի Աստծո խոսքում։ Այսինքն, որ տան գլխավորի որոշումը փրկությունը բերում տան մյուս անդամներին ինքնաբերաբար անտեսելով նրանց անձնական պատասխանատվությունը։ Կորնելոսի տան մարդիկ էլ նույնպես, մարդիկ են ովքեր լսեցին ավետարանը եւ արձագանքեցին։ 18-րդ գլխում հաջորդ թիվ կտեսնենք Կրիսպոսի տունը եւ այլն։ Այստեղ ոչ մի ակնարկ չկա, որ մեծահասակները որոշումներ են կայացել մանուկների կամ երեխաների համար։ Եվ ամենամեծ փաստարկն այն է, որ ուշադիր լսեք, փրկությունն ամբողջ Աստվածաշնչում ներկայացվում է որպես անհատական հավատի պատասխանատվություն, ոչ թե հավաքական հավատի։ Մեկը մյուսի փոխարեն չի կարող հավատալ։ Սա կոպիտ խեղաթյուրում է փրկության ճանապարհի։ Այսպիսով փրկության միակ ուղին Հիսուսն է, ում անհատապես եւ ճշմարտապես հավատացողները կփրկվեն, ինչպես այստեղ Պողոսն է ասում, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու, եւ եթե քո ընտանիքն էլ քեզ նման հավատա, նրանք էլ կփրկվեն։ Աստված օգտագործում է ավետարանի քարոզությունը ավելի ճիշտ, ոչ միայն միակ ուղին ցույց տալու համար, այլ նաև նրա համար, որ հավատացողները դառնան իրական հավատացյալներ։ Ահա քարոզության երկրորդ եւ վերջին պատճառը այս հատվածում, որպեսզի դառնան իրական հավատացյալներ։ Բանտապետն այլևս հետաքրքրված չէ ֆիզիկական կյանքի փրկությամբ, այլ նրան անհանգստացնում է հավիտենականը։ Նրա ներսում բան է փոխվել։ Եվ ահա դրա ապացույցները, որոնք վառ կերպով տեսնում ենք մեր հատվածի վերջին երկու համարներում։ Ուրեմն, փրկության միջոցը Հիսուսն է, փրկության ապացույցը դարձի իրական պտուղը, որի խոշոր ապացույց է մարդու գործնական կյանքը։ Նայեք 33 եւ 34-րդ համարներին եւ տեսեք իրական դարձի հետևանքը։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ վերքերը լվաց եւ իսկույն մկրտվեցին ինքը եւ բոլոր յուրայինները։ Նրանց իր տուն տանելով սեղան դրեց եւ իր ամբողջ ընտանիքով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ Ինչ ապացույցներ ենք տեսնում այստեղ։ Իրական դարձի։ Վերջին երկու համարում 5 վկայություն նրա փոխված կյանքի եւ վարքի մասին։ Տեսեք, առաջին տարավ, լվաց, մկրտվեց, սեղան դրեց եւ ուրախացավ։ Տուն տանելը մեծ ռիսկ էր, գիտեք, բանտապետի համար։ Հերիք չի բանտարկյալին վերցնում, մի հատ էլ տուն է տանում, ազատում է բանտից։ Բանտապետի տունը ամենայն հավանականությամբ բանտի կառույցի մի մասն էր։ Նա ծեծված բանտարկյալներին բերում է իր տուն հերիք չէ, այլ նաև լվանում է վերքերը, այս բառն օգտագործում է ամբողջը լվանալու իմաստով, ոչ թե մասը։ Աներևակայելի պատկեր է, ժամերի ընթացքում բանտապետը դառնում է վերքեր լվացող։ Դուք նկատում եք, որ սա տեղի ունենում մեկ գիշերվա ընթացքում։ Մեկ գիշերվա։ Բացի այս ցնցող քայլերից նա անում է եւս մեկ քայլ, որը լուրջ ապացույց է իրական հավատացյալի, նա մկրտվում է։ Դուք կարող եք պատկերացնել այս խտացված պատկերը։ Այս ամենը տեղի ունեցել մեկ գիշերվա նույնիսկ ժամերի ընթացքում, մինչև լուսաբաց կլիներ։ Նրա սիրտն ու անկեղծությունը տեսեք, թե ինչպես է հավատացել Հիսուսին, որ շտապում է մկրտվել, շտապում է հնազանդվել Հիսուսին գործնականում։ Դրա համար թող շատ լուրջ մտածեն բոլոր նրանք, ովքեր ասում են, որ հավատում են Հիսուսին, բայց գործնականում չեն ցուցադրում իրենց հնազանդությունը։
Հիշեք հավատն առանց գործերի մեռած է։ Եթե չկա գործնական հնազանդություն Հիսուսին, ուրեմն չկա նաև փրկարար հավատ։ Հիսուսին պետք է հետևել ուշադիր լսեք նրա սահմանած կանոններով, ոչ թե սեփական։ Անմիջապես մկրտվելը հաճախ ենք տեսնում գործքում, եւ ինչը կարող է խանգարել, ինչպես Փիլիպոսին կասեր ներքինին, միայն անհավատությունը։ Եթե կա ամեն պայման, ոչինչ չի կարող խանգարել։ Մնացածը պատճառաբանություններ են։ Տեսեք վերջին երկու խոշոր վկայությունն էլ նրա անկեղծ հավատի մասին եւ ավարտենք։ Նա սեղան դրեց։ Փաստորեն նա առատաձեռն է։ Նա հյուրասեր է, որը կրկին մատնանշում է նա ներքին հավատի արտաքին վկայությունը։ Իրական հավատացողը արտաքին միջոցներ է գտնում այն արտահայտելու համար։ Եվ վերջին ու կարևոր վկայությունը նա ուրախացավ։ Հունարեն բառը նշանակում է ցնծալ, հրճվել, մեծապես ուրախանալ եւ զվարճանալ։ Սա հոգեվոր ուրախություն է, սա Սուրբ Հոգու ուրախությունն է։ Տեսնում եք, որ հակառակ 10-րդ գլխի հեթանոսների փրկության պատկերի այստեղ փրկությունը չի արտահայտվում լեզուներ խոսելով։ Գիտեք ինչու։ Որովհետև կարիք չկա, հрьяաներ չկային, որոնք չէին ընդունում հեթանոսների դարձը։ Եվ սա կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ փրկությունը չի արտահայտվում լեզուներ խոսելով։ Դրանք եզակի կարևորություն ունեցող դեպքեր էին, որ արվեց այն հрьяաների պատճառով, ովքեր որ չէին ընդունում հեթանոսներին։ Պետրոս այս պատկերը նկարագրում է այսպես, ասում է այս ուրախության պատկերը, ում դուք չտեսած սիրում եք, ում թեև հիմա չեք տեսնում, բայց նրան հավատալով ուրախանում եք անպատմելի եւ փառավոր խնդությամբ։ Գիտեք, սա ուրախության տեսակ է, որը հնարավոր չէ նկարագրել։ Եվ հարց մտորման համար ունեք այս ուրախությունը թե ոչ, որը վեր է երկրային իրավիճակներից, որը չի կարող համեմատվել որևէ բանի հետ։ Հիսուսը երկրի վրա փորձառեց սա։ Մեկ համար կարդամ իր կյանքից, որտեղ նույն բառն է գրված Ղուկաս 10:21, երբ առաքյալները եկան ասին, դևերը մեզ հնազանդվում են, ուրախացել էին, Հիսուսը նույն ժամին Հիսուսը Սուրբ Հոգով ցնծաց ու ասաց. «Գոհանում եմ քեզնից, Հայր, Տեր երկնքի եւ երկրի, որ իմաստունների ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր։ Այո, ով Հայր, որովհետեւ այսպես քեզ հաճելի եղավ»։ Սուրբ Հոգով ցնծալ, այս նույն ուրախությունն է, ինչ որ գտնվում է այս բանտապետի մեջ։ Եվ ասացեք խնդրեմ վերջինը, որն էր այս երկնային ուրախության իրական պատճառը, պատասխանեք նայելով համարի վերջին մասին։ Նրանց իր տուն տանելով սեղան դրեց եւ իր ամբողջ ընտանիքով ուրախացավ պատճառը, Աստծուն հավատացած լինելու համար։ Ահա թե ինչու է պետք քարոզել հենց ավետարանը, քանի որ դարձի արդյունքում հավատացողներն ուրախանում են հենց Տիրոջ համար։ Նրանց ուրախությունը կապված չէ երկրային որևէ բանի հետ, այն անկախ է հանգամանքներից։ Այսպիսով մեր հատվածը սկսեց փառաբանությամբ բանտի մեջ եւ հատվածն ավարտվում է փառաբանությամբ բանտի մեջ կամ տան մեջ։ Սա կրկին ցույց է տալիս, որ Տերը փառավորվում է միշտ եւ պետք է փառավորվի անկախ մեր կյանքի պայմաններից։ Իսկ կյանքի պայմաններն էլ միջոց են Տիրոջ համար մարդկանց դարձի բերելու ճանապարհին։ Այսպիսով մենք տեսանք Տերն ինչպես է դարձի բերում մարդուն։ Նա օգտագործում է քրիստոնյաների վարքը, նա օգտագործում է կյանքի բոլոր պայմանները եւ օգտագործում է ավետարանի քարոզչությունը։ Եվ վերջում մի քանի գործնական քայլեր էլ ու ավարտենք։ Պետք է միշտ կատարելագործենք մեր քրիստոսանման վարքը։ Միշտ կատարելագործենք։ Մեզ հանդիպած չարչարանքները պետք է չփոխեն մեր վարքը, այլ պետք է Տիրոջը փառաբանելու եւս մեկ առիթ հանդիսանան։ Հիշենք, որ Տերը նպատակ ունի մեր չարչարանքների մեջ։ Պետրոսը գրում է, որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա է Աստծո կամքը, քան չարիք գործելով։ Մենք պետք է ոչ թե խուսափենք չարչարանքից, այլ դրա մեջ գտնվելիս կենտրոնանանք Աստծո նպատակների վրա։ Ինչ կարող ենք անել այդ ժամանակ։ Չփորձենք խուսափել եւ փախչել միանգամից։ Հիշենք, որ Տիրոջը օրհներգեր երկելը անկախ է կյանքի պայմաններից։ Նրան միշտ պետք է փառաբանենք ու գոհություն հայտնենք, քանի որ նա արժանի է։ Հիշենք, որ մեր ամբողջ վարքով պետք է ձգտենք սուրբ լինել, մեր հոր նման։ Տերը գործում եւ ազդեցություն է թողնում նաեւ մեր վարքի եւ գործերի միջոցով, որպեսզի մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը, Հիսուսն ասաց, եւ
փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Երկրորդ, պետք է վստահենք Տիրոջը մարդկանց դարձի բերելու ճանապարհին։ Տերը գիտի բոլորի կյանքի պայմանները եւ գործածում է դրանք ընտրյալներին իրեն բերելու համար։ Իսկ մենք պետք է շարունակենք մեր կյանքով ու խոսքով ցույց տալ Հիսուսին, մինչև Տիրոջ այցելության օրը։ Պետք է հիշենք, որ Տերը լիարժեք վերահսկողություն ունի մարդկանց կյանքի բոլոր իրադարձությունների վրա եւ գիտի, թե երբ եւ ինչպես է պետք միջամտել։ Հիշեք, որ չարին բարիով պատասխանելը օգնում է դիմացինին տեսնել իր մեղավորությունն ու զգալ աստվածային բարության արտահայտությունը։ Պետք է հիշենք, որ մարդու հպարտությունը կոտրել միայն Տերն է կարող։ Նրան իրապես խոնարհեցնել միայն Տերն է կարող։ Նրա սիրտը փոխել եւ խոսքն ընդունելու պատրաստ դարձնել նույնպես միայն Տերն է կարող։ Դրա համար պետք է վստահենք նրան, մնալով աղոթքի եւ փառաբանության մեջ։ Եվ վերջին, պետք է չմոռանանք ավետարանը քարոզելու կարևորությունը։ Ավետարանը փրկության միակ ուղին է, որը պետք է փոխանցել։ Տերը մարդուն հասցնում է լսելու եւ ընդունելու վիճակի, իսկ մեր պատասխանատվությունն է քարոզել ճշմարիտ ավետարանը։ Դարձի ճանապարհին եղողը պետք է լսի միայն Հիսուսի ավետարանը, ոչ թե կյանքի պատմություններ, քանի որ հենց ավետարանն է Աստծո զորությունը փրկելու ամեն հավատացողի։ Հիշենք, որ միայն ճշմարիտ ավետարանն ընդունելն է տալիս իրական պտուղ։ Հիշենք, որ միայն Տիրոջ միջամտության արդյունքում է մարդը նոր սիրտ ստանում, որը մղում է սիրելու եւ հնազանդվելու Հիսուսին։ Հիշեք, իրական քրիստոնյային պետք չէ համոզել սիրել Հիսուսին, քանի որ նա արդեն սիրում է Հիսուսին, նրան պետք է ուղղորդել հնազանդվելու մեջ։ Հիշենք, սիրելիներ, որ մարդուն դարձի բերելը մի տիեզերք ստեղծելու պես բարդ գործընթաց է, որը կատարում է Տերը եւ այն էլ կատարում է անթերի։ Աստված պատրաստում է մարդու սիրտը դարձի բերելու ճանապարհին։ Եկեք կանգնենք եւ աղոթենք։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք Քեզ, շնորհակալ ենք Քո այս ահռելի աշխատանքի համար։ Շնորհակալ ենք մեր կյանքի ամեն վայրկյանում լինելու համար, Քո ներգրավվածության համար, Քո ուժի ու կարողության համար, Քո իմաստության, Քո նպատակների ու Քո ծրագրերի համար։ Փառք Քեզ դրա համար։ Շնորհակալ ենք այս հրաշալի օրինակի համար։ Ամենախոր, ամենամութ, ամենաանհասկանալի պայմաններում ինչպես ես դու գործում, ինչպես ես ամեն բաները գործածում Քո զավակներին բարություն անելու եւ փրկության տանելու համար։ Շնորհակալ ենք, որ մեզ օրեցօր օգտագործում ես Քո ավետարանի տարածման մեջ։ Աղոթում եմ եւ իմ եւ քույր ու եղբայրներիս համար, որ մենք մեր կյանքով կարողանանք ճիշտ վկայություն թողնել շրջապատին, որ մենք Պողոսի ու Շիղայի նման կյանքի այդ դառնության չարչարանքների մեջ, նույնիսկ անարդար չարչարանքների մեջ կարողանանք Քեզ փառաբանել, Քեզ գովերքել, այդքան ուժեղացրում էր հավատը։ Գիտենք, որ դա ենթադրում է դժվարություններ, բայց մենք ուզում ենք, որ մենք Քեզ արժանի հետևորդներ լինենք, մարդիկ, որոնք որ օրեցօր աճելով Քո պատիվը, Քո անունը, Քո ավետարանը, Քո վարդապետությունը կզարդարեն, ինչպես Քո խոսքն է ասում։ Աղոթում եմ նաև Քո բոլոր այն զավակների համար, որոնց կյանքով պետք է աշխատես մյուսներին դարձի բերելու համար, ովքեր գտնվում են նեղությունների ու չարչարանքների մեջ, ովքեր իրենց շուրջ բոլորը ունեն հեթանոսներ, մարդիկ, որոնք Քեզ չեն ճանաչում։ Աղոթում եմ, որ նրանց ուժ տաս Քո ուզած կերպով ապրելու եւ օգտագործես բոլոր միջոցները Քո բարությունը փոխանցելու նրանց, ցույց տալու եւ ուղղորդելու ապաշխարությամբ։ Աղոթում եմ, որ նաեւ մեզ բոլորի շուրթերին միշտ դնես ավետարանը, որ երբ մեզ հարցնեն մեր ունեցած հույսի մասին, մենք կարողանանք ճշմարտությամբ պատասխանել, ցույց տալ այդ ճշմարիտ ավետարանը եւ միակ ուղին։ Շարունակիր Քո աշխատանքը այս երկրի վրա, մինչև Քո եկեղեցու թիվը կլրանա։ Եվ շարունակիր մեզ էլ պահել եւ ուրախության եւ դժվարության եւ չարչարանքի ու տառապանքի մեջ ուրախ եւ Քեզ գովաբանելով։ Մեզ օրհնյալ օր տուր, պահիր, պահպանիր ամեն չարից փորձանքից եւ նորից հնարավորություն տուր միասնաբար հավաքվելու, Քեզ պաշտելու, Քեզ մեծարելու, սաղմոս երգելու, մեր սրտի գոհությունն ու մեծարանքը բարձրացնելու։ Այս ամենը աղոթում ու խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին,
հիմա եւ միշտ եւ հավիտյանս։